Ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Լիլիթ Դալակյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, Տիկին Դալակյան։ Բարև ձեզ։ Տիկին Դալակյան, աշխարհը քննարկում է Թրամփի եւ Զելենսկու հանդիպումը Սպիտակ տանը, ընդհանուր դուք ինչպես եք գնահատում, ինչու ըստ ձեզ թեժ բանավեճ ծավալվեց երկու երկրների նախագահների միջև։ Գիտեք, ես հետևում եմ մամուլին եւ տարբեր այսպիսի կարծիքներ կան, որ դա պլանավորված էր, մի մասը կարծում է, որ ոչ, էմոցիաների տրվեց Զելենսկին։ Ես հիմնական արդյունքները կնշեի, թե ինչ տեղի ունեցավ։ Նախ շատ բարձր եմ գնահատում Ուկրաինայի նախագահի պահվածքը, այն առումով, որ նա չթողեց, որ իրեն անձնապես վիրավորեն, եւ դա շատ կարեւոր է։ Գիտեք, դիվանագիտության մեջ, եթե դիմացի կողմը տեսնում է, որ կարող է արդնել կարմիր գծերը անձնական վիրավորանքների վերաբերյալ, նա արդեն քեզ ուղղակի չի հարգելու եւ սկսելու է քեզ քո հաշվին պայմանավորվել դիմացի կողմի հետ։ Այո, Զելենսկին իրեն չի դրսևորել այդ հարցում։ Մյուս կողմից, իհարկե, իմ կարծիքով էմոցիաներին նա պետք է այդքան շատ չտրվեր, չնայած դե պատերազմող երկրի ղեկավար է, չես կարող մեղադրել, բայց հիմնական շեշտադրումը Վենսին պետք է լիներ, գիտեք, իմ կարծիքով, որովհետև Վենսը ինքը սկսեց այս վիճաբանությունը, նախ չեմ հասկանում ինչու էր նա այդտեղ ներկա, դա դեռ դնենք մի կողմ։ Ինչ կանեի ես, իհարկե, Զելենսկու փոխարեն չեմ, բայց դեռ Պարոն Վենսը եւ պարոն Ռուբիոնը Թրամփի մասին այնպիսի բաներ են ասել, վիրավորական, Հիտլեր, ծաղրացու եւ այլն, որ Զելենսկին ուղղակի պիտի ժպիտով ասել ես ինքս շատ շնորհակալ եմ եւ շատ հարգում եմ Դոնալդ Թրամփին, քանի որ դա երկրի շահերից է բխում։ Պարզ է, որ Թրամփն էլ մեր աչքի լույսը չի, բայց հիմնական շեշտը եւ ամբողջ աշխարհը դա նայում էր, դներ նրա վրա, որ ինքը Վենսը բազմաթիվ անգամ վիրավորել է Թրամփին։ Եվ երբ որ ասում էր ներողություն խնդրեք, պիտի հարգանքով ժպտալով ասել պարոն Վենս, դուք ներողություն խնդրել եք վիրավորանքների համար։ Այդքանից հետո չեմ կարծում Թրամփը ամբողջ աշխարհի աչքում ասել լավ է արել Վենսը, դու քո մասին օրինակ խոսա։ Կամ կարելի է ասել, գիտեք, պարոն Վենս, ի տարբերություն Պուտինի եւ նրա ռոպագանդիստների, ես երբեք պարոն Թրամփին եւ առաջին տիկնոջը անձնապես չեմ վիրավորել։ Իսկ եթե դուք ուշադիր եք, ռուսական բոլոր ալիքները մինչև այդ ջերմացումը Թրամփի մասին կներեք ինչ ասես ասում էին։ Այնպես որ սա արդեն կփոխեր խոսակցությունը, ինչ է Թրամփը պիտի ասել լավ են արել, որ ինձ եւ Մելանիային վիրավորել են, սա արդեն նրան թույլ լիդերի ձերի մեջ կմտներ եւ նա չէր կարող Պուտինին պաշտպանել։ Բայց դա որևէ տրագիկ բան չի կատարվել, եթե Միացյալ Նահանգները որոշել էր դուրս գալ գործարքից կամ չգիտեմ, պեսիմիստական սցենարով Պուտինի հետ պայմանավորվեր, Զելենսկին պատասխաներ, չպատասխաներ, ինչպես մենք Փաշինյանին ենք ասում, ժպտանք, խաղաղությունից խոսենք, հարձակվողը հարձակվելու է, պայմանավորվողը պայմանավորվելու է։ Բայց ես ինքս դեռ չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները որոշել է դուրս գալ process-ից, համենայն դեպս Թրամփը հասկացավ, որ Զելենսկու հետ անձնական վիրավորանքները փոխելով չի կարող ստիպել նրան գնալ ինչ-որ գործողությունների։ Եվ կարևորը Եվրոպայի արձագանքը, որը իհարկե սկսեց հարգել ավելի Զելենսկուն, նույն Թրամփն էլ, գիտեք, հարգում են նրան, ով չի թողում իրեն հարվածել։ Բայց պետք է խոսել կիրթ եւ դիվանագիտորեն եւ առաջիկա օրերին Եվրոպայի արձագանքը ինձ թվում է ավելի մանրակրկիտ կլինի եւ կհասկանանք որն է լինելու Ուկրաինայի ճանապարհային քարտեզը այս process-ում։ Սպիտակ տանը տեղի ունեցած միջադեպը այնուհանդերձ քաղաքական առումով ինչ ազդեցություն է ունենալու ռուս-ուկրաինական պատերազմի վրա։ Դե տեղեկություններ կա, որ էներգետիկային ուղղված պաշտպանության միջոցները Միացյալ Նահանգները կասեցրել է։ Գիտեք, ես էմոցիաները մինչև չհանդարտվեն չեմ կարող ասել Միացյալ Նահանգները ինչ քայլերի կգնա, բայց հետաքրքիր է, որ հաջորդ օրը Թրամփը, երբ որ խոսում էր ուրեմն ինքնաթիռի նստելուց առաջ ուղղաթիռի լրագրողների հետ չվիրավորեց Զելենսկուն, բռնապետ չասեց, հիշում եք, ասեց ես այդպեսի բան եմ ասել 2 օր առաջ։ Ասեց, որ այդ տղան, this guy իր ասելով, չի ուզում գնալ խաղաղության, դե չի ուզում, մենք ինչ կարող ենք անել։ Այսպես խոսեց, բայց Զելենսկին էլ փոքր ուզում շատ պարզ բացատրեց, գիտեք, որն է այստեղ խնդիրը։ Ուկրաինան քանի անգամ ստորագրել է Մինսկ 1, 2, 3 Պուտինի հետ։ Դրանից հետո Պուտինը, ինչպես իր դաշնակից Ալիևը, չնայելով ստորագրություններին,
ներխուժել է Ուկրաինա։ Հիմա ինչ որ մեկը կարող է մեղադրել Զելենսկուն, որ նա չի հավատում, որ Պուտինը չի ներխուժի Ուկրաինա։ Հետո շատ կարևոր բան ասեց, լավ, ես ստորագրեմ, բայց իմ ժողովուրդը դա չի ընդունի։ Ես չեմ կարող բացատրել, որ 3 տարի հազարավոր զոհերը անիմաստ էին։ Մենք էլի գնում ենք, որ նորից մի քանի ամսի սկսի դա։ Այսինքն, երբ Վենսը չէր կարողանում պատասխանել այս հարցադրումներին, անցավ անձնական վիրավորանքների։ Իհարկե, սա շատ ցավալի է Միացյալ Նահանգների հեղինակության տեսանկյունից, եւ ես կարծում եմ Տրամպը ինքը չի շահելու սրանից, որովհետեւ նախ աշխարհը ավելի համախմբվեց Զելենսկու կողքին, մյուս կողմից իր ներսում քննադատություններ կան հենց իր կուսակցության անդամների, դեմոկրատների կողմից, ուրեմն պոլիտտեխնոլոգների, քաղաքատեխնոլոգների, որոնք ասում են, որ սա խայտարակություն էր ուղղակի, այսինքն Տրամպին ձեռնտու է Երևան թույլ լիդեր, Երևան մեկը, ով միջազգային իրավունքը չի հարգում։ Կներեք, կամ նույն Զելենսկին պիտի ասի, լավ, օրինակ Հյուսիսային Կորեան հարձակվում է Միացյալ Նահանգների վրա, իրավունք չունի Միացյալ Նահանգները պաշտպանվի, սա շատ կարևոր հարց է։ Եվ մի կարևոր նախադասություն նշեմ Հայաստանի համար, այստեղ մարդիկ կան, որոնք գիտեք, ոչ թե 3 օրից կփախչեին, այլ 3 վայրկյանից Զելենսկուն են քննադատում, ասենք մի հատ ձեզ նայեք, էլի ասենք թիկնապահներով եք շրջել ամբողջ ուրեմն ձեր կյանքում, եկե մեկին եք քննադատում, ով չփախավ իր երկրից եւ 3 տարի կռվում է։ Դուք ինչ եք առաջարկում, այսինքն ըստ ձեզ, եթե վաղ մյուս օր Թուրքիան որոշի տանկերով մտնի Երևան, մենք պիտի ասենք, դե լավ, ոչինչ, եկեք չկռվենք, հանձնվենք, դա է ձեր մտածողությունը, ի՞նչն է սխալ արել Ուկրաինայի ղեկավարը։ Գնացել էին Կիևի մատույցներ, ասում էին պիտի մեր ուզած անձին դնենք, իշխանափոխություն անենք, դուք էլ իրավունք չունեք զենք ունենաք ու բանակ։ Բա որ Հայաստանին այդպիսի բան են ասում, ինչու է Փաշինյանին քննադատում, ասում եք, նա կապիտուլյանտ է։ Չի լինում, պետք է լինել արդար։ Վաղը մյուս օր, երբ որ Հայաստանի վրա հարձակվեն, եւ 20 թվականին էլ դա եղավ Արցախի հետ կապված, մեզ ոչ մեկ չի պաշտպանելու, որովհետև ասելու են, այ դուք ուրախանում եք, չէ, որ Ուկրաինայի վրա հարձակվել է։ Տարածքային ամբողջականությունը չէիք հարգում, չէ՞։ Մենք ինչի պիտի ձեր տարածքային ամբողջականությունը հարգենք։ Նույնը տեղի ունեցավ Կոսովոյի հետ կապված, երբ որ ամբողջ աշխարհը ասում էր, որ այնտեղ էթնիկ զտում է, եւ ճանաչեցին ինքնորոշման իրավունքը Կոսովոն անկախացավ, մենք ասում ենք, մենք գործ չունենք։ Աբխազիա, Օսեթիա ենք ճանաչում, որը ուղղակի մուլտիպլիկացիոն կինոնկար էր կամ ղրիմ, իբրև թե այնտեղ նացիստները ճնշում էին ռուս բնակչությանը։ Եվ դրա համար, որ Արցախից խոսում ենք, Արևմուտքը ասում է, դե դուք գիտեք, դուք չէիք ասում, մենք Աբխազիա, Օսեթիա ենք ճանաչում։ Հետագայում մեր ժողովրդի վրա եւ մեր պետականության սա ունենալու է վատ հետևանքներ։ Ոչ մեկ իհարկե չի ասում գնանք ասենք Ռուսաստան դու պիտի պարտվես, բայց պետք է միշտ ճիշտ դրսևորվել։ Եվ ես իմ սոցիալական ցանցում էլ նոր հրապարակեցի մի տեղեկություն, ծուտ տեղեկություն, որ Ուկրաինան զենք է վաճառում Ադրբեջանին եւ շատ սպեկուլյացիաներ կան ֆոսֆորի վաճառքի հետ կապված Ադրբեջանին, գիտեք, ժամանակն է եկել, որովհետեւ եթե այդպիսի բան կա, Հայաստանի իշխանությունները դա հաստատեն կամ ոչ, որովհետեւ մեր ունեցած տեղեկություններով այդ ֆոսֆորը Ուկրաինան չի վաճառել Ադրբեջանին։ Տիկին Դալակյան, Զելենսկին վրընդվեց Սպիտակ տնից, թե ոչ։ Սա ամենաշատ քննարկվողն էր այդ հանդիպումից հետո։ Դա ամենաշատը քննարկվում են այն մարդկանց կողմից, որոնց ուղիղ եթերում իրենց հարազատները բանվում էին, ես տեսնում եմ, չէ, որ ալիքներն են դրա մասին խոսում, եւ իրենք ժողովրդին թողելով փողոցում գնացին տուն։ Այդ մարդիկ հատեպարզա պիտի ուզեն ինքնահաստատվեն Զելենսկու հաշվին, կամ մյուս ալիքը երկրորդ նախագահի, որը ճիշտ կանի ոտքի կանգնի, երբ որ իրան ասում են ոտքի կանգնի եւ գեղեցիկ կանգնի։ Այնպես որ Զելենսկուն քննադատել, ես Զելենսկու փաստաբանը չեմ, բայց ես չեմ տեսնում որևէ բան, որ կարելի է քննադատել, հակառակը, այդ վռնդված ղեկավարը այսօր այնքան բարձր հեղինակություն ունի ժողովրդի մոտ, նույնիսկ իր ընդդիմությունը իրեն չի քննադատում, ասելով, որ ապրի, ամբողջ աշխարհը ասում է մենք քո կողքին ենք, Միացյալ Նահանգներում էլ establishment-ը Տրամպին է արդեն ծաղրացու անվանում, Զելենսկուն վռնդեցին, ինչու վռնդեցին, Զելենսկին եթե գլուխը կախ լսեր, ինչպես կանեին այդ գործիչները, չէին վռնդի, կստորագրեր ու կգնար, բայց նա պայքարեց, թողեց դուրս եկավ, վռնդեցին, թե ինչ արեցին, դե շատ բան կարող ենք ասել, փաստը այն է, որ նա պայքարում է իր պետության համար,
պայքարում է նրա համար, որ լավագույն պայմաններ ստանա Միացյալ Նահանգները, եւ ես չեմ կարծում, որ այս ամեն ինչը ավարտված է։ Մենք պետք է հիշենք, որ 16 թվականին էլ սիրավեպ էր սկսել Տրամփի եւ Պուտինի միջեւ, մի քանի ամիս անց առաջին սանկցիաները Պուտինի հանդեպ Տրամփը սկսեց կիրառել, բայց մի բան ակնհայտ է, կներեք, որ անընդհատ կրկնում եմ, Ուկրաինայի ղեկավարը չուներ այլ ճանապարհը Ուկրաինան հանձնելն է Ռուսաստանին, որը ասում է, որ այդպիսի պետություն գոյություն չունի, որ դա արհեստական պետություն է, որը սպանում է քնած Ուկրաինայի քաղաքացիներին, ասելով, որ դա մեր ռուսկի միրն է, այսինքն եթե մենք նույն կերպ կարող ենք մեղադրել Ստալինին կամ սովետական միությանը, դե մի կռվեք, ինչ կռվեիք, բացեիք դռները, ինչպես արեց գեներալ Պետենը Ֆրանսիայում, եւ թողեք թող գային, ինչի այդքան զոհեր տվեցիք։ Նույն տրամաբանությունն է, նույն տրամաբանությամբ կասեն բացեք սահմանները, թող Թուրքիան գա, երբ որ Ռուսաստանը էլի զբաղված լինի կամ Թուրքիայի հետ պայմանավորված լինի։ Թող գան, մտնեն Երևան, ինչի ենք կռվում, բա մեր ժողովուրդը մեղք չի։ Մենք պիտի որոշենք, հասկանանք, մենք ուզում ենք պետություն ունենալ, թե ոչ։ Եվ ուրիշներին չսովորեցնենք, իրենք անկախ լինեն, թե դառնան Թաթարստան։ Տիկին Դալաքյան, Եվրոպան կանգնեց Զելենսկու կողքին ըստ էության, որովհետև Եվրոպայի ղեկավարները անմիջապես հետո այդ հանդիպումից հետո աջակցություն հայտնեցին Զելենսկուն, Մակրոնը, Բրիտանիայի վարչապետը եւ մյուս պետությունների միջև անգամ Մայա Սանդու աջակցություն հայտնեցին, բայց արդյոք Եվրոպան կարող է հակակշիռ լինել Ամերիկային, թե ոչ։ Ավստրալիան էլ հայտնեց, Կանադան էլ հայտնեց, տեսեք, Եվրոպան կանգնել է իր կողքին, ինքն իր կողքին, չի կանգնել Ուկրաինայի կողքին, դա երկրորդ հարցն է։ Եվրոպային ասում են դու այլևս սուբյեկտ չես, դու օբյեկտ ես, դու մեզ չես հետաքրքրում։ Ռուսաստանը ասում է, որ 97 թվականից հետո, որ երկրները դարձել են ՆԱՏՕ-ի անդամ, նրանք կարող են ենթարկվել ագրեսիայի։ Դրա մասին խոսեց Բելաուսովը, որ 5 տարի անց Ռուսաստանը կարող է հարձակվել Եվրոպայում գտնվող ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա։ Մենք լսում ենք, չէ՞, այդ մարդկանց։ Հիմա Եվրոպան չի կանգնել Ուկրաինայի կողքին, Եվրոպան կանգնել է իր կողքին։ Եվրոպան պիտի հասկանա, որ Միացյալ Նահանգները ունի իր սեփական շահերը, իհարկե ես չեմ կարծում, որ դա բխում է Միացյալ Նահանգների շահերից Ուկրաինան հանձնել, ամենայն դեպս ես դա դեռ չեմ տեսել, սպասենք, բայց այն, որ Եվրոպան պաշտպանում է ինքն իրեն, դա ակնհայտ է։ Կպաշտպանի թե ոչ, ես չեմ կարող ասել, այնպես չի, որ 100%-ով վստահ է, բայց այն, որ ձեր հարցն է, ունի ռեսուրսներ թե ոչ, իհարկե ունի։ Տեսեք, Եվրոպան ունի 300 միլիարդ ծառեցված ռուսական ակտիվ։ Եվրոպան կարող է գնել զենք ամբողջ աշխարհից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից, նույն Միացյալ Նահանգներից։ Հիշում եք Տրամփը ինչ էր ասում, ասում էր զենք գնեք Ուկրաինայի համար։ Հետո Տրամփը ասում է ես Միացյալ Նահանգների հարկատուների հաշվին չեմ ուզում օգնել Ուկրաինային, դե զենք գնեք Միացյալ Նահանգներից, այդ հարկեր գումարներ կգնեն Միացյալ Նահանգներին։ Նահանգներն ասել է չեմ վաճառելու։ Պարզ է, չէ՞, Եվրոպան չունի բանակ, բայց ունի գումարներ գնել զենք Ուկրաինայի համար։ Երկրորդը, Եվրոպան ունի լուրջ ավիացիա։ Ուկրաինան այսօր ավիացիա չունի, 5-ից 7 անգամ զիջում է իր զենքի պաշարներով Ռուսաստանից։ Դուք պատկերացնում եք Ուկրաինայի օդը փակ է, դա կոչվում է no-fly zone, որը Ռուսաստանը այստեղ չարեց։ Ամբողջ այդ F-16-ներից մինչև F-35-ներ բարձրանան օդ։ Ռուսաստանը կարող է դրա դեմ պայքարել։ Իհարկե ոչ։ Մենք տեսնում ենք, չէ, Պուտինը ինչու է ուզում գնալ համաձայնագրի, նա չի ասում սառեցում է, ասում է խաղաղություն, որովհետև նա հասկանում է, որ մինչև տարվա վերջ այս պատային իրավիճակը եթե մնա, արդեն Ռուսաստանում մոբիլիզացիա անելու խնդիրներ կլինեն, որովհետև մի քաղաքը պահելու համար 100,000-ավոր զինվորներ են պետք, չէ, լավ, գրավեցիր, հետո պետքա պահես, չէ, այդ քաղաքը։ Այսինքն, մենք տեսնում ենք մոտ 8 ամիս, այդ որ Միացյալ Նահանգները ասում են զենք չենք տա Ուկրաինայի, զենք չէին տալիս։ Ռուսաստանը չէր կարողանում առաջ գնալ, 100 մետր էր օրը առաջ գնում։ Դուք պատկերացնում եք ամբողջ ՆԱՏՕ-ի զենքերը Եվրոպան, ասենք, տրամադրին Ուկրաինային։ Իհարկե կարող են օգնել, մնում է օգնել։ Բացի այդ, ես
այստեղ ուշադիր հետևում եմ Չինաստանի եւ Թուրքիայի արձագանքին։ Դուք ձեզ թվում է նրանց դուր է գալիս Պուտինի շփումները նահանգների հետ։ Իրանի մասին էլ չեմ խոսում։ Թուրքիան էլ ասեց, առանց Թուրքիայի անհնար է Եվրոպայի անվտանգությունը։ Ես վստահ եմ, այս երկրները կարող են օգտակար լինել Ուկրաինային։ Մանավանդ եթե Պուտինը Թուրքիայի հետ կիսում է Հայաստանն ու Ուկրաինան, գնում էր Ղրիմը կիսելու, ինչի պետք է Ուկրաինան Թուրքիայի հետ չբանակցի։ Մանավանդ նորից կրկնեմ, Տրամպը նշում է, որ մեր գլխավոր մրցակիցը Չինաստանն է եւ Ռուսաստանին առաջարկում է Արկտիկան միասին շահագործել։ Դա դուր է գալիս Չինաստանին։ Զելենսկին պետք է նաեւ հարաբերություններ հաստատի Չինաստանից, որը ուներ իր խաղաղության ծրագիրը։ Տիկին Դալաքյան, տեսեք, մենք ունենք մի այսպիսի իրավիճակ, ճիշտ է, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը այս պահին ակտիվ չէ, բարեբախտաբար, ինչպես օրինակ ռուս-ուկրաինականն է, բայց խնդիրը նույնն է, օկուպացված տարածքներ եւ Թրամփը Զելենսկուն առաջարկում է զիջումների գնալ տարածքների մասով, Հիմա ըստ ձեզ, եթե ինչ-որ փուլում հայ-ադրբեջանական հիմնախնդիրը հայտնվի Ամերիկայի տեսադաշտում, արդյոք մենք նույն առաջարկը չենք ստանալու Վաշինգտոնից, որ համակերպվեք, դուք պարտված եք, ինչպես Զելենսկուն են ասում, մարդիկ կզոհվեն, խաղաղության գնացեք, թեկուզ զիջումների գնով, թե սա այն մասշտաբը չէ, որ Հայաստանին եւս նման առաջարկ անեն, թե ընդհանրապես սրան չեն էլ անդրադառնա, այս մասով ինչ կարող եք ասել։ Անպայման կանադառնան, դա մեծ աշխարհաքաղաքականության մաս է եւ հենց այս ռուս-ուկրաինական հակամարտությունը սկսվեց Արցախում 2020 թվականի դեպքերից հետո եւ ակնհայտ էր, որ Ռուսաստանը արդեն որոշել էր հարձակվել Ուկրաինայի վրա, դրա համար էլ չվատացեց հարաբերությունները ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի հետ, որովհետեւ հետո մենք տեսանք, որ նրանք երեքով գործում են մի դաշտում ընդդեմ Ուկրաինայի։ Հետո իհարկե խնդիրներ առաջացան, որտեղ Թուրքիան տեսավ, որ 3 օրում Պուտինը չկարողացավ գրավի Կիևը։ Սա մեկ։ Դա կախված է Հայաստանի ղեկավարության աշխատանքից, տակ պահել, ուշադրությունը անընդհատ պահել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա։ Հիմա ինքը Տրամպը դրան անդրադարձել է, ասել է ուզում են բերել խաղաղություն, անդրադարձել է Արցախի ժողովրդի իրավունքներին եւ քրիստոնյաների իրավունքներին։ Այո, Տրամպը երբեմն բառեր է ասում ուղղակի, ինչպես եւ Վլադիմիր Պուտինը, որը ասում էր թույլ չի տա հայ ժողովրդի ցեղասպանությունը Արցախում եւ արցախցիները այնտեղ առօգ-փառոք անվտանգության երաշխիքներով կապրեն։ Սա մեկ։ Տրամպին պետք է դնել բարդ իրավիճակում, պետք է ասել դուք բան եք առաջարկել, շնորհակալություն, հիմա լսում եմ ձեր ծրագիրը, ինչպես ասեց Զելենսկուն, բայց առանց էմոցիաների։ Տրամպը թող իր ծրագիրը ներկայացնի հասկանալ, բայց այստեղ մի տարբերություն կա, ես ձեզ ասեմ, Ռուսաստանի հետ ինչի է Տրամպը այս խաղի մեջ մտել, Ռուսաստանին նա չի համարում իրեն մրցակից, դա շատ կարևոր է, Միացյալ Նահանգների գլխավոր մրցակիցը ըստ Տրամպի Չինաստանն է, դրա համար խաղալով Ռուսաստանի հետ, փորձում են Չինաստանի հետ գնալ գործարքի կամ ճնշումների, Հայաստանի, Ադրբեջանի միջև հակամարտության մեջ այդպիսի հարց չկա, երկրորդը Ռուսաստանը միջուկային գերտերություն է, Ռուսաստանը ունի անթիվ անհամար պաշարներ, որոնք հետաքրքրում են նաև Տրամպին, տեսակ, Միացյալ Նահանգները միջուկային գերտերության հետ գուցե չուզենա գնա արձակատման, Ադրբեջանը միջուկային գերտերություն չի, այսինքն այստեղ լուրջ տարբերություններ կա, երրորդը մենք պետք է ներկայացնենք Տրամպին, որ այո, մենք գնում ենք խաղաղության, Ադրբեջանը մեզնից միջանցք է ուզում, միջանցք, որը ձեռնտու չէ Միացյալ Նահանգներին, այդ միջանցքով Չինաստանը բեռներ է փոխադրելու Եվրոպա, ի տարբերություն դրա մեծ ձեռնտու է Հնդկաստանի հյուսիս-հարավը, դուք չեք ուզում Չինաստանին այստեղ հակակշռել, կամ ինչ եք մեզ առաջարկում, ԱՄՆ-ն է ասում, եթե ձեզ օգնենք, մենք էլ առաջարկում ենք, եկեք մենք էլ ունենք օգտակար հանածոներ, եկեք այդտեղ ներդրում արեք, մենք փոքր երկիր ենք, բայց եթե Տրամպը ասում է ես անվճար զենք չեմ տալիս, մենք էլ ասում ենք անվճար չի ձեր օգնությունը, սա կախված է Հայաստանի ղեկավարության աշխատանքից, Եվրոպան էլ կա, Եվրոպային պետք չի մոռանալ եւ այս գործընթացը շատ կարեւոր է, որովհետեւ եթե Եվրոպան հասկանա ինչ է կատարում, Հայաստանին օգնությունը առավել ուժեղ կլինի նրա օրակարգում, բայց Միացյալ Նահանգների այդ աշխատանքում մենք այսպիսի խնդիր չունենք, ինչպես Տրամպի եւ Ռուսաստանի միջև աշխատանքում։
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ բայց կասեն, որ ռուսական գոտի է Հայաստանը, գոտու հարցը չի։ Մենք ասում ենք, դուք ուզում եք խաղաղություն հաստատել, խնդրեմ ձեր ծրագիրը։ Քանի դեռ Տրամպը չի ասել, որն է իր ծրագիրը, ես չեմ կարող մեկնաբանել, բայց այն, որ Հայաստանը լուրջ դիվանագիտական աշխատանք կարող է կատարել, որպեսզի միայնակ չմնա ռուս-թուրքական, ադրբեջանական դաշինքի դեմ, ես դրանում վստահ եմ։ Ուղղակի դա պիտի լինի շատ զգույշ, առանց գրգռելու Ռուսաստանին։ Տիկին Դալաքյան, այլ թեմաների անդրադառնանք։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց հայ-թուրքական սահմանի մարգարե անցակետից ռուսների ըստ էության դուրս գալու մասին, ճիշտ է, տեղեկությունը հետևյալ կերպ էր, որ արդեն միայն հայ սահմանապահներն են ծառայություն իրականացնում մարգարե անցակետում, սա ըստ էության նշանակում է, որ ռուսները դուրս եկան, սրա դրական եւ բացասական կողմերը որոնք են։ Դրականը այն է, որ ցանկացած պետություն, որը ասում է ես ինքնիշխան եմ, որը ասում է ես ուզում եմ դառնալ Եվրամիության անդամ, պիտի ինքը վերահսկի իր սահմանները։ Առավել եւս Եվրամիությունը Ռուսաստանի հետ այսօր շատ բարդ հարաբերություններ ունի եւ միանշանակ չէր ընկալվի ռուսների ներկայությունը այնտեղ։ Երկրորդը, քանի որ որտեղ կանգնում է ռուսական զինվորը, հետո հայտնվում է Ադրբեջանի դրոշը, վտանգներ կարող էին այստեղից լինել, մենք պատմությունը լավ ենք հիշում, չէ՞։ Նույն Գարեգին Նժդեհի հետ կապված, որը ռուսները որի ֆաշիստ են անվանում, սա դրական է։ Բացասական ես չեմ տեսնում, բացասականը որն է, կարող է Ռուսաստանին դա դուրս չգա, բայց Ռուսաստանի համար դա մանրուք է, այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Այստեղ առաջնային է ռուսական բազայի ներկայությունը Հայաստանում, ոչ թե սահմանապահների։ Քանի դեռ այդ բազային Նիկոլ Փաշինյանը ձեռք չի տվել, այսպես ասենք, Ռուսաստանը որևէ լուրջ հակազդեցություն այստեղ չի իրագործի, բայց երբ որ այդ հարցը բարձրացվի, Ռուսաստանը չի գնալու, որովհետև դա միակ ռազմաբազան է Հարավային Կովկասում եւ կարծում եմ արդեն աշխարհում։ Այնպես որ այստեղ ենք մենք խնդիրների առջև կանգնելու։ Այսինքն դա իրատեսական չէ Հայաստանից հանելը 102-րդ ռազմաբազան։ Իրավական առումով այնտեղ ժամկետ կա, այսինքն միջազգային պայմանագիրը ուրեմն կասեցնելը կամ չեղարկելը գուցե ունենա հետևանքներ, եթե իհարկե պայմանագրի կետեր չեն խախտվել։ Գուցե այն կետն է խախտվել, որ օգնություն չի տրամադրել Հայաստանի վրա հարձակման դեպքում, չեմ կարող ասել, բայց իրատեսական չեմ համարում, որովհետև դեռ պարզ չի աշխարհում ինչ է տեղի ունենում։ Իհարկե ռազմաբազան պիտի հեռացվի, պարտադիր, որովհետև դա անգործության է մատնված եւ նույնիսկ ես դա վտանգ եմ համարում Հայաստանի Հանրապետությանը եւ այդ տեսակետը, որ Թուրքիան չի հարձակվում, որտեղ այնտեղ բազա կա, կներեք էլի, քանի անգամ պիտի Սիրիայի օրինակը բերենք, կհարձակվի, այստեղ նոր իշխանություն կդնեն, Ռուսաստանն էլ կասի ճանաչում եմ նոր իշխանություններին, ինչ խնդիր կա, կամ պիտի գնա ՆԱՏՕ երկրորդ բանակի դեմ պայքարի, մի հատ Ուկրաինայի հարցերը չի կարողանում լուծի, այնպես որ ոչ թե բազան է մեզ պաշտպանում, բայց դա պիտի հեռացվի շատ զգուշ եւ շատ երկար ժամանակ իցում է դրան կպահանջվի, մինչեւ մենք չունենանք անվտանգության երաշխիքներ, որ բազան հեռացնելու դեպքում ռուսական ագրեսիայի կամ ադրբեջանական ագրեսիայի դեպքում մենք պաշտպանություն չենք ունենա, այդ գործընթացը դժվար խելքի գա։ Տիկին Դալաքյան, գիտեք, որ Նիկոլ Փաշինյանն ունի մի առաջարկ ծրագիր ճանապարհների ապաշրջափակման հետ կապված, որը եթե հրապարակի ըստ Փաշինյանի դա 100%-ով ընդունելի կլինի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների համար։ Սա դուք իրատեսական համարում եք, թե ոչ։ Եվ հետո մենք հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հենց Արցախյան հիմնախնդրի մասին էր նման բովանդակությամբ խոսում, ասում էր պետք է լուծումները ընդունելի լինեն Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, բայց վերջնարդյունքում տեսանք ինչ տեղի ունեցավ, որը ընդհանրապես ընդունելի չէր Հայաստանի եւ Արցախի ժողովրդի համար։ Ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանն այդ ինչ առաջարկ ունի, որ հայերն ու ադրբեջանցիները պետք է այդպես միանգամից գրկաբաց ընդունեն։ Նախ Իլհամ Ալիևը թքած ունի Ադրբեջանի ժողովրդի շահերի վրա, Իլհամ Ալիևը ունի մեկ նպատակ՝ պահել իր իշխանությունը, որը հիմնված է ռազմատենչ հայտարարությունների վրա։ Մենք գիտենք Ադրբեջանում սոցիալական իրավիճակը, որը ավելի բարդ է, քան Հայաստանում։ Մենք գիտենք դժգոհությունները Ալիևի իշխանության երկարաձգման եւ ժառանգաբար դա փոխանցելու հետ կապված։
Ալիևը չի կարող, ինչպես եւ Վլադիմիր Պուտինը, խաղաղության տեսանկյունից երկիր ղեկավարել։ Երբ որ այդ արտաքին թշնամու կերպարը չի լինում, այստեղ ռեժիմները թշնամու կերպարի վրա են հիմնված։ Վտանգ է առաջանում հենց այդ ռեժիմի համար։ Այնպես որ Ալիևը չի նայելու Ադրբեջանի ժողովրդին, ինչ է ձեռնտու, ինչը ոչ։ Երկրորդը, ես դա իրատեսական չեմ համարում։ Ես իհարկե չգիտեմ Փաշինյանը այդքան կներեք միամիտ է, որ հավատում է դրան, թե դա դիվանագիտական քայլ է ցույց տալու համար, որ մենք լուծումներ ենք փնտրում, բայց կարծում եմ ժամանակ պետք չի էլի եւ նյարդեր դրա վրա ծախսել։ Հիմա աշխարհը եռում է, ինչի մասին է խոսքը։ Ուրիշ հարց է, որ երբ որ հայ-ադրբեջանական բանակցություններ սկսեն Միացյալ Նահանգների հովանու ներքո, եթե այդպիսի առաջարկ կա, վատ վիճակի մեջ դնենք Ադրբեջանին, Տրամփին ասենք տեսնում եք, լավ առաջարկ ունենք, ես չգիտեմ ինչ առաջարկ է, եւ Տրամփը ասի, ես էլ եմ համաձայն, բայց քանի դեռ ակնհայտ է, որ Ադրբեջանը չի գնալու խաղաղության, քանի դեռ միջնորդ երկիր չկա, որին կարելի է ներկայացնել այդ առաջարկները, ինքը Ադրբեջանը երկկողմանի բանակցություններով հետաքրքրված չի այդ առաջարկներում։ Նրան հետաքրքրում է կոնկրետ մի ճանապարհ դուրս Հայաստանի վերահսկողությունից, մնացած ճանապարհների բացման մասին նա չի խոսում, ինչի մասին խոսում է Փաշինյանը։ Հիմա անընդհատ խոսել, որ ավելի լավ առաջարկ ունեմ, սա նույնիսկ անինքնասիրություն է, կներեք էլի այդ արտահայտության համար։ Ալիևը պարզ ասում է, ես ոչինչ չունեմ քեզ հետ խոսելու, ինձ այդ մի ճանապարհապետ որևէ ապաշրջափակում այլ ուղղությամբ չի լինելու։ Անընդհատ խնդրել, որ գա մեզ հետ նստի բանակցի, իմաստը չեմ հասկանում։ Նորից եմ կրկնում, նա որ որոշի հարձակվի, ուզում եք ամենալավ ճանապարհը առաջարկեք, նա հարձակվելու է։ Տիկին Դալաքյան, Բաքվից Երևան է եկել խաղաղության պայմանագրի նախագծի 12-րդ խմբագրումը եւ կողմերը կրկին երկու հայտնի կետերի շուրջ համաձայնություն չունեն, սա փակուղային համարվում է թե ոչ գործընթացը։ Ադրբեջանը այս պահին չի գնա խաղաղության, քանի դեռ պարզ չի ինչ է լինելու Ռուսաստանի, որն է լինելու ճակատագիրը Ուկրաինայում, Եվրոպայում, աշխարհում։ Ալիևի հույսը այն է, որ Ռուսաստանը հաղթողի կամ ավելի շահողի կարգավիճակով դուրս կգա ռուս-ուկրաինական պատերազմից եւ իրեն կաջակցի, իրեն ձեռնտու Զանգեզուրի Միչանսկի հարցում, այնպես որ Ալիևը հիմա ուղղակի սպասում է հասկանալու համար միջազգային ասպարեզում ինչ է տեղի ունենում։ Պարզ է, նրան դուրս չի գալիս Եվրոպայի դերի բարձրացումը, հատկապես Ֆրանսիայի ղեկավարությամբ, որովհետեւ Ֆրանսիան աշխարհում երրորդ երկիրն է ռազմական տեխնիկայի արտադրությամբ եւ մատակարարմամբ եւ Ադրբեջանը հասկանում է, որ եթե Հայաստանին զինեն ՆԱՏՕ-ի ստանդարտներով, Հայաստանի հետ այլևս անհնար է խոսել ուժի տեսանկյունից։ Այնպես որ Ալիևը հիմա չի գնալու խաղաղության, այլ սպասելու է ինչ է տեղի ունենալու միջազգային ասպարեզում։ Եվ ես խորհուրդ կտամ Հայաստանի իշխանություններին նույնպես այդ գործունեությամբ զբաղվել, սպասել եւ միևնույն ժամանակ կապեր հաստատել այն կենտրոնների հետ, որոնք կարող են այստեղ հակակշիռ լինել Ադրբեջանին, Ռուսաստանին եւ Թուրքիային, եւ այդ կենտրոնները կան։ Մենք 100%-ով որևէ բան չենք կարող ասել ինչ կլինի, բայց այն որ այլ տարբերակ չկա, դա ակնհայտ է, որ ասում են նոր դաշնակիցներ մի փնտրեք, բայց մենք ինչից հետո ենք սկսել փնտրել, երբ որ մեր դաշնակիցը մեզ ըստ էության ոչնչով չի օգնել եւ ասում է չեմ էլ օգնելու, լավ որից չի որ գնացել ենք դաշնակից ենք փնտրում, կարող է չստացվի, բայց պետք է փորձել, ես վստահ եմ որ կստացվի, իսկ եթե ոչ այլ ընտրանք չկա, ուղղակի պիտի հանձնվենք ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքին։ Տիկին Դալաքյան, հետևում ենք ու տեսնում ենք, թե ադրբեջանցիները ինչպես են վարվում Բաքվում պահվող հայ ռազմագերիների պատանների նկատմամբ, խոշտանգում են նրանց Ռուբեն Վարդանյանի օրինակը անհերքելի փաստ է։ Հայաստանի իշխանություններին քննադատում են համարժեք չարձագանքելու, համապատասխան քայլեր չձեռնարկելու համար, ըստ ձեզ ինչ է կախված հիմա պաշտոնական Երևանից, որը չի արվում։ Նախ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ես քանի որ այդ անձը գտնվում է Բաքվում, հիմա չեմ ցանկանում խոսել իր անձնական կերպարի, մինչև Արցախում հայտնվելը Ռուսաստանում նրա գործունեության
կամ այն մասին, թե ինչու նա եւ ինչպես հայտնվեց Արցախում եւ ինչպես այն ժամանակ, երբ որ ռուս խաղաղապահները ուղղակի սովի էին մատնել Արցախի ժողովրդին, գնաց BBC հարցազրույց տվեց եւ պաշտպանեց Ռուսաստանին, որը մեծ ազդեցություն ունեցավ աշխարհի կողմից այդ իրադարձությունների վրա աչք փակելով։ Հիմա ես դրա մասին չեմ խոսի, ելնելով իր իրավիճակից։ Նա պիտի իհարկե պատասխանի հարցերին, բայց Ալիևը չի որ պիտի այդ հարցերը տա իրեն, այլ հայ ժողովուրդը կամ Արցախի ժողովուրդը, այստեղ պիտի նա պատասխանատվության ենթարկվի։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների քայլերին, ես հետևեցի մի պարզագանքին, Հայաստանի ղեկավարությունը ասում է, որ իրենք ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ, ես հիմա չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել, ես չգիտեմ ինչ ջանքեր են գործադրում, բայց այն, որ նոյեմբերի 9-ի երաշխավորը Ռուսաստանն է, այն, որ Ռուսաստանը չի ասել, որ նոյեմբերի 9-ը չի գործում, այն, որ Ռուսաստանը միջնորդ է եւ կարող է այդ հարցը շատ արագ լուծել, դա ես վստահ եմ։ Հայաստանը այսօր որևէ լծակ չունի Ալիևի ստիպելու գնալ ինչ-որ քայլերի։ Ռուսաստանը ունի իմ կարծիքով, եթե չի անում, ուրեմն կամ իրեն չի հետաքրքրում այդ գործիչների անձնական անվտանգությունը եւ կյանքը, կամ դեռ կան նպատակներ նրանց հետ կապված։ Ես դա չեմ կարող ասել, բայց այն, որ Ռուբեն Վարդանյանի աջակիցները պետք է Ռուսաստանի դեսպանատան դիմացեն անեն հանրահավաքներ, ԱՄՆ-ի առաջ էլ արեք, Եվրոպայի ՄԱԿ-ի, բայց Ռուսաստանի առաջ արեք, որը նոյեմբերի 9-ի երաշխավորն է, եւ չի ասել, որ այլևս չի գործում նոյեմբերի 9-ը կամ ինքը դուրս է գալիս նոյեմբերի 9-ից։ Գուցե դա նշանակում է, որ Ռուսաստանին համարում են անկարող այս հարցում։ Բա եթե անկարող է գերի վերադարձնի, ո՞նց է մեր անվտանգությունը պաշտպանելու, եթե Ալիևը հարձակվի կամ Էրդողանը, ասածը արածի հետ չի բռնում։ Տիկին Դալաքյան, եւ վերջում Նիկոլ Փաշինյանը չեք կարծում իր խոսքի արժեքը այնքան է անլրջացրել, որ 2018 թվականին հայտարարում է մարտի 1-ի այրոնալ իրադարձությունների այդ գործընթացը ըստ էության ամբողջությամբ բացահայտված է, իսկ 7 տարի անց մարտի 1-ին ասում է, որ ես չեմ ասել, որ ամբողջությամբ բացահայտված է, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է խաղարկել Հայաստանի միակ տղամարդու խաղաքարտը նորից ընտրությունների գնալու նպատակով եւ ցածր հեղինակության պայմաններում Ռոբերտ Քոչարյանի դեմքը օգտագործելով անընդհատ ինչ-որ ձայներ հավաքել, բայց դա շատ վտանգավոր է Փաշինյանի համար, որովհետեւ չես կարող ասել ինչ կլինի, Ռուսաստանը ինչպես կվերադառնա տարածաշրջան, արդյոք խաղը արդյոք քո հետ նորից թե ոչ, այս մարդիկ միլիարդավոր դոլարների են տիրապետում, Հայաստանը փոքր երկիր է, Հայաստանում սոցիալական խժդժություններ ստեղծելը շատ հեշտ է, մանավանդ անպայմաններում, որ Նիկոլ Փաշինյանը Երևանում ստացել է 9% ձայն։ Եվ այսօր այն ընտրողները, որոնք իրեն ընտրել են, բոլորը իր դեմ բողոքում են տնտեսական ոչ ճիշտ քաղաքականության պատճառով։ Մարտի 1-ի գործով չի կարող լինել ռեալ պատասխանատվություն, վաղեմության ժամկետը անցել է։ Իրական գործով, որը կարող է օգուտ տալ մեր ժողովրդին, բերել միլիարդավոր դոլարներ հետ, դրանով զենք գնել, զարգացնել տնտեսություն, որևէ առաջընթաց կա։ Եվ դա ցույց է տալիս, որ այս ամենը իրոք շոու է, բայց որը վատ է ավարտվելու եւ այս իշխանությունների համար եւ Հայաստանի Հանրապետության։ Եվ մի կարևոր նախադասություն վերջում, այն ուժերը, որոնք չեն նշի, որ ոչ միայն համագործակցությունն է ուրեմն արգելված եւ չեն համագործակցելու այն ուժերի հետ, որոնք Քոչարյանին են սատարում կամ Սերժ Սարգսյանին, այլ չեն նշի, որ հայ ժողովրդից գողացված գույքը պետք է վերադարձվի պետությանը, առանց որևէ պայմանավորվածությունների, նրանք սպասարկում են նախկին կամ ներկա իշխանությունները։ Բայց ինչ եք բացառում, որ Նիկոլ Փաշինյանի հատիկ առ հատիկ այդ ստատուսների շարքում մի օր էլ տեսնենք Քոչարյանից հետ վերած փողերն ու գույքերը, թե իրատեսական չի։ Դա իրատեսական կլինի այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը իհարկե ուշացումով հասկանա, որ Քոչարյանը իր հետ ուղղակի հարմար ընդդիմություն չի խաղում եւ իր մտքում ունի այլ նպատակներ, ուղղակի սպասում է հարմար պահի։ Այդ ժամանակ կփորձեն անել, բայց թե կստացվի թե ոչ չգիտեմ։ Շնորհակալություն Տիկին Դալաքյան հարցազրույցի համար։ Շնորհակալություն։